Անցած տարի Եվրամիության հետ մեր երկիրը 2.5 միլիարդի առևտուր է արել։ Դա Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7%-ն է։ Մինչդեռ Ռուսաստանի հետ առևտուրը անցած տարի 7.7 միլիարդի է եղել, ընդհանուրի 35.8%-ը։ У нас торговый оборот с Արմենիա։ Մեր առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է անցյալ տարի։ Մինչև 2025-ը ցուցանիշը շատ ավելի բարձր էր։ Չնայած դրան դեռևս 7 միլիարդ դոլարի մասին ենք խոսում։ То это серьезная величина. 524 միլիարդ ռուբլի։ Եթե երկրի հնան 29 միլիարդ է, 2.2 տրիլիոն ռուբլի, դա նշանակալի թիվ է։ Բացի դա, Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական համայնքի մաս լինելով։ Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային եւ այլ տուրքերին, նաեւ միգրացիային։ Миграционной сферы. Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, հայկական թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա։ Надо все посчитать. Ամեն ինչ պետք է հաշվարկվի, հայկական կողմը պետք է հաշվարկի եւ մենք պետք է հաշվարկենք։ Россия продает Դեռ Փաշինյանի հետ ապրիլ 1-յան հանդիպման ժամանակ էր Պուտինը անսպասելի խոսք բացել արտոնյալ պայմանների մասին, որոնցով Հայաստանը գազ է գնում։ на газ, скажем. Մինչ Եվրոպայում ավելի քան $600 է հասնում գազի գինը 1000 խորանարդ մետրի համար, Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում $177.5-ով, Спорим, я знаю. գրեթե 3.5 անգամ էժան։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը վստահ է, եվրաինտեգրման դեպքում Հայաստանը ավելի թանկ է վճարելու ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի համար։ Платить, например, по возросшим тарифам за электроэнергию. Էլեկտրաէներգիայի համար են ավելի թանկ վճարելու։ Надо прочитать. Զախարովան ելնում է Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագրի տեքստից։ Закрытие собственной атомной электростанции. Այնտեղ գրված է. Հայաստանը ողջունում է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի մշակման հարցում Եվրամիության աջակցությունը։ Աշխարհում, որտեղ բոլորն են մտածում ինչպես էներգիա ստանալու այլընտրանքներ մշակեն, Հայաստանը հրաժարվում է լավագույն միջոցից։ Только вот во Франции атомные электростанции. Այն Ֆրանսիայում ատոմականները չեն փակում։ Զախարովային զարմացնում է նաև եվրոպացիների Հայաստանում ավելի քան 2 միլիարդի ներդրում անելու խոստումը։ Я, честно говоря, сбилась со счета. Ես անկեղծ ասած հաշիվը կորցրել եմ, որ երրորդ անգամ է Եվրամիությունը փորձում խաղալ այս սպասումների վրա։ Առաջին անգամ չէ, որ Եվրամիությունն այս թիվը վաճառում է հայերին։ Առաջին անգամ այս թիվը անոնսվել է 2021-ին։ Անցել է 5 տարի։ Прошло 5 лет. Скажите, пожалуйста, за 5 лет можно было от обещания перейти к выделению, ну, хотя бы пару миллионов или... Ասացեք խնդրում եմ, 5 տարում հնարավոր չէր խոստումներից անցնել դե գոնե, ասենք մի քանի միլիոնի փոխանցման։ Ոչ իհարկե, փողերը այդպես էլ Հայաստան չհասան։ Средства до Армении так и не добрались. Դե քանի որ Ռուսաստանին վնասել շատ են ուզում, բայց փողերն էլ ախր շատ ափսոս են։ Еревана. Видимо, навредить России очень хочется, а вот денег очень сильно жалко. Անկամ եթե փող գտնեն միայն վարկի տեսքով։ Շարքային հայաստանցին այդ փողը չի տեսնելու, բայց աշխատելու է Բրյուսելի շահերը սպասարկելու ու վարկը մարելու համար։ Граждане Армении будут работать на то, чтобы обеспечить интересы Брюсселя, выплатить проценты по кредитам. Շարքային Հայաստանցում Փաշինյանի քաղաքական թիմը ուղիղ չի էլ ասում, թե հրաժեշտ է տալու Եվրասիական տնտեսական միությանը, առավել ևս թե մտնելու է Եվրամիություն։ Նախընտրական շրջանապրող երկրում թափանցիկ են քաղաքական ուժերի խոստումները։ Քաղաքացիական պայմանագիրը այդպիսի խոստում չի տալիս։ Նախընտրական ծրագրում գրված է միայն, որ հապկում Հայաստանի սառեցված անդամակցությունը ակտիվացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Իսկ Եվրամիության հարցին կանդրադառնան, նկատի ունենալով արդյոք այդ միությունը պատրաստ կլինի ընդունել մեզ։ Շնորհակալություն մասնակցության համար։ Մինչև այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Դեպի Եվրամիություն քայլելու խոստումներ չի տալիս նաև առանցքային ընդդիմադիր ուժերից որևէ մեկը։ Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրամիությունը գալու է հարավային Կովկաս։ Դեմ շատ լավ կլինի որ գա։
Իրականում շատ լավ կլինի որ գա, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսին։ Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը, չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի հերթում կաղնես, եթե մինչ այդ Եվրոմիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Հայաստան դաշինքի առաջնորդը իր նախընտրական հայտարարություններում առաջարկում է ոչ թե փորձել գնալ Եվրոպա, այլ իրական եվրոպական արժեքները բերել մեր երկիր։ Մենք ասում ենք Եվրոպան բերենք այստեղ, բարեփոխենք մեր երկիրը։ Արժեքային համակարգը բերենք եւ սարքենք այն երկիրը, որը երբ ուզի անդամակցի։ Բայց այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդրեմ են բերելու։ Փորձադաշ չենք։ Հարավային Կովկասը այլ ռեգիոն է։ Թե Եվրասիական միությունում, թե հապկում դիրքերը ամրացնելու մասին են հայտարարում ուժեղ Հայաստան կուսակցության անդամները։ Սամվել Կարապետյանը պնդում է, որ բարոյական իրավունք չունի անտեղի քննադատել մարդկանց։ Դե որ հապկը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե հապկը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ հապկին։ Ստացվում է, թե իշխանության, թե ընդդիմության ֆավորիտներից որևէ մեկի հաղթանակի դեպքում Հայաստանը հազիվ թե առաջիկա տարիներին լքի ԵԱՏՄ-ն։ Բայց սա չի խանգարում կարկառունք ՊԱԿ-ներին աչ ու ձախ խայթել ռուսներին։ Ալեն Սիմոնյանը օրինակ չէր խորշել Բելարուսը անվանել Ռուսաստանի նահանգ։ На мой взгляд, Իմ կարծիքով Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելարուսը եւ որոնց չի հասել իր երկիրը, իր թիմի ղեկավարման ներքո։ Նախանձից է ասել։ просто зависть, от зависти сказал. ԿՊԱ-ականները կարծում են, որ իրենք են նախանձելի տնտեսություն կառուցում Հայաստանում, ուղիղ առևտուր սկսելով Թուրքիայի հետ։ Երկկողմ առևտրի արգելքները վերացնելու Անկարայի որոշումից հետո Հայաստանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ ապրանքների ներկրման դեպքում նշվելու են Հայաստան-Թուրքիա անունները։ Հայ-թուրքական սահմանը շարունակում է անհուսալիորեն փակ մնալ։ Անկարան չի թաքցնում, սահմանադուռը չի կարող բացվել, քանի կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։